Իրական դրդապատճառը հետապնդման ոչ թե անձի կոնկրետ արարքներն են, այլ անձի գործունեությունը։ Ադրբեջանը շատ Ներողություն, դե կան ձերբակալված նախագահներ, որոնք տարիներ շարունակ Արցախում պետական ծառայություն են մատուցել Արցախին եւ հիմա Ադրբեջանի աչքում պետական դավաճանություն կարող են որակվել։ Այո, եւ հենց նաեւ խնդիրը նա է, որ այս անձին եւս հետապնդվում է։ Այդպիսի ձեռագիր չունի Ռուբեն Վարդանյանը։ Նման ձեռագիր չունի, բայց Ռուբեն Վարդանյանը Արցախի համար շատ ծանր օրերի կանգնել է արցախահայության կողքին եւ փորձել ոգևորել բնակչությանը եւ տանել այնպիսի պայքարի, որը կբացառեր բռնի տեղահանումը կամ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան։ Այսինքն Ռուբեն Վարդանյանը մարդասիրական ոգևորող գործունեություն իրականացնելով ադրբեջանական ընկալմամբ վնասել է ադրբեջանական պետական շահերը եւ սա է պատճառը, որ պատժվում է այդ գործունեության համար։ Եվ կեղծ գործերի շրջանակներում նրանք մեծ ջանասիրություն չեն ցուցաբերում որոշակիացված արարքներ դուրս բերելու եւ անձին վերագրելու տեսանկյունից, այստեղ նրանք ընդհանուր քննարկման առարկա են դարձնում Արցախի անկախության ինքնահռչակումը եւ այդ պետականության շրջանակում ծավալած ցանկացած գործունեություն անկախ դրա օրինական բնույթից, օրինակ նույն բարեգործական մարդասիրական գործունեությունը Ադրբեջանի կողմից որակվում է որպես քրեորեն պատժելի արարք։ Ինչպես են Ավրորան։ Այո, Ավրորայի նախաձեռնությունը եւ ցանկացած այլ մարդասիրական ծրագիր, որը օրինակ կարող էր միտված լիներ էներգետիկ ապահովությանը, ինչը կյանքի նվազագույն պայմաններ էր ապահովելու Արցախի բնակչության համար։